Ինչ ներդրումներ են կատարվել Հայ ֆիլմ կինոստուդիայում մինչև այսօր, երբ այն կվերադարձվի պետությանը եւ ընդհանրապես ինչ ճակատագիր է սպասվում Հայ ֆիլմին։ Տնօրինությունը հրաժարվում է որևէ տեղեկություն տալ կամ մեկնաբանել։ Հայ ֆիլմի նկարահանումն էլ թույլատրվում է միայն կառույցի դրսի կողմից։ Հայ ֆիլմը պետությանը վերադարձնելու մասին լուրը հաստատեց պետական գույքի կառավարման վարչության պետը։ Արման Սահակյանը հայտնեց, որ հարցը շուտով կքննարկվի կառավարության նիստում։ Կինոստուդիայի ճակատագիրը կտնօրինի մշակույթի նախարարությունը։ Եթե նոր ծրագիր կլինի, կփորձենք այդ նոր ծրագիրը իրականացնել, այսինքն դուք ամեն ինչից տեղյակ կլինեք, ոչ մեկ ոչ մի թաքուն բան չի անելու։ 2005-ին կինոստուդիան վաճառվել էր ընդամենը 350 միլիոն դրամով։ Կինոստուդիան այսօրվա դրությամբ գնահատվում է 3 միլիարդ դրամից ավելի։ Արման Սահակյանը տեղեկացրեց, որ ներդրողները մեծ աշխատանք են արել։ Մոտավորապես 700 միլիոնի ներդրումային ծավալներ են իրականացվել։ Հայ ֆիլմի գործարքը գտնում եմ շահավետ Հայաստանի Հանրապետության համար, որ մենք Հայ ֆիլմը հետ ենք բերում եւ հետագայում պետքա որոշենք նաեւ Հայ ֆիլմի ճակատագիրը։ Արման Սահակյանը անդրադարձավ Դվին հյուրանոցի վերակառուցմանը։ Պետական գույքի կառավարման վարչության պետը համարում է, որ ներդրողը պարտավորությունները կատարել է եւ Դվին հյուրանոցային համալիրում ավելի մեծ ներդրումներ են կատարվելու։ Հյուրանոցի շինարարությունը պետք է ավարտվի 2016 թվականին։ Եթե կլինեն ներդրողի կողմից ավելի մեծ ներդրումների, ուրեմն այսպես առաջարկներ, բնականաբար մենք այդ ժամկետները մի փոքր կհետաձգենք, որպեսզի ունենանք նոր ժամանակակից Դվին հյուրանոցային համալիր։ Պետական գույքի կառավարման վարչության պետը անդրադարձավ նաև մարզահամերգային համալիրի վաճառքին եւ հայտնեց, որ գնորդը խաղատունը կառուցելու է Հրազդան մարզադաշտից դեպի Լենինգրադյան փողոց տանող ճանապարհին։ Բավականին հեռավորության վրա է գտնվում մարզահամերգային համալիրի վրա։ Եթե մարդը $100 միլիոն ներդրում իրականացնի, ապա խաղատունը կլինի։ Եթե չիրականացնի, բնականաբար խաղատուն չի լինի։ Եվ ես ձեզ վստահեցնում եմ, որ այս ծրագիրը իրականանալու է խիստ հսկողության ներքո։ Ով է հանրությանը անհայտ ներդրողը։ Սահակյանը տեղեկացրեց, որ իրենք անձերի հետ չեն շփվում, բանակցություններ են վարում միայն ներդրում իրականացնող ընկերության հետ։ Դա ներդրողների իրավունքն է։ Մենք անձերի հետ չենք շփվում, այս դեպքում մենք շփվում ենք ընկերության հետ, որը ներդրումային ծրագրեր պիտի իրականացնի։ Պետական գույքի կառավարման վարչության պետը տեղեկացրեց նաև, որ կրկեսի շինարարությունը շարունակվում է։ Արման Սահակյանը կրկեսի կառուցման ծրագիրն ու պայմանագրային պարտավորությունները գերակատարված է համարում։ Երևանը շուտով կունենա բարեկարգ եւ ժամանակակից կրկես։ Նաիրի Մուրադյան, Ավետ Տավյան, ժամը լրատվական։